Մի քանի ժամից Իսլամաբադում բանակցային սեղանի շուրջ կնստեն Միացյալ Նահանգների եւ Իրանի բանագնացները, իրանական պատվիրակությունը արդեն Պակիստանում է։ Ինքնաթիռից ցնցող կադրեր են հրապարակվել, ուղևորների տեղում Մինաբի դպրոցի հարվածից զոհված երեխաների լուսանկարներ, փլատակներից հանված դպրոցական պայուսակներ ու վարդեր են եղել։ Այս թռիչքի իմ ուղեկիցներն են, սոցիալական իր էջերում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Բաղեր Ղալիբաֆը, նա է գլխավորում 86 հոգանոց պատվիրակությունը, հիմնական բանակցողներից է նաև արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նրանց ուղեկցում են փորձագետներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Իսլամաբադում ջերմ են ընդունել իրանական պատվիրակությանը։ Լրատվամիջոցները գրում են, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի գլխավորած պատվիրակությունը 300 հոգուց է բաղկացած, որոնց զգալի մասը անվտանգության, պաշտպանության եւ արարողակարգի թիմերն են։ Կողմերից յուրաքանչյուրը իր նախապայմաններն է դրել երկշաբաթյա փխրուն զինադատարը երկարաձգելու համար։ Իրանը պահանջում է, որ հրադադար պահպանվի նաև Լիբանանում ու որ արգելափակումից անվեն իրանական ակտիվները։ Թրամփը վերահսկողություն է ուզում Հորմուզի նեղուցի նկատմամբ, նա հաջողություն է մաղթել Վենսին։ Դե մաղթում եմ նրան հաջողություն, նա մեծ գործ ունի, մենք կպարզենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Նրանք ռազմական առումով պարտված են եւ հիմա մենք բացելու ենք ծոցը, նրանց հետ, թե առանց նրանց, բայց դա բաց կլինի, կամ նեղուցը, ինչպես նրանք են անվանում, բայց ես կարծում եմ, որ դա բավականին արագ է լինելու։